Անուշ, լսում եք ինձ։ Անուշն ավելի սերտ սեղմեց հեռախոսականջին։ Ճանապարհեզրի սրճարանի դահլիճում աշխատում էր հեռուստացույցը։ Հեռավոր սեղանի մոտ ինչ-որ մեկը ծիծաղում էր։ Սուրճի մեքենան շշնջում էր, ինչպես զայրացած կատու։ Լսում եմ, արտաշնչեց նա։ Ո՞վ եք դուք։ Գևորգի փաստաբանը, ես Դավիթ եմ։ Մենք այսօր եղել ենք նախնական զրույցի վրա։ Կրկին եմ բացատրում։ Դատարանին ու խնամակալությանը դուր չի գալիս, որ դուք չունեք կայուն հասցե։ Անուշը սառեց։ Ներսում ամեն ինչ կարծես կրծքավանդակը գոտիով սեղմեին։ Ես ունեմ որտեղ ապրել, շատ արագ ասաց նա։ Մենք ընկերոջս մոտ ենք։ Ընկերոջ մոտ։ Նա այդ բառն այնպես կրկնեց, կարծես արձանագրության մեջ հաստ կնիկ դրեց։ Ժամանակավոր։ Գրանցում կա։ Անուշը լռեց։ Վարձակալության պայմանագիր։ Ժամանակավոր գրանցում, սեփականատիրոջ համաձայնություն, թվարկում էր նա։ Հասկանում եք, Անուշ, համակարգի տեսակետից դուք կարծես ոչ մի տեղ չեք, իսկ երեխան համապատասխանաբար նույնպես։ Նա ոչ թե, կարծես։ Անուշը զգաց, որ ձայնը կոտրվում է։ Մանեն իմ մոտ է, ամեն օր տանում եմ նրան մանկապարտեզ։ Նրա իրերը խաղալիքներն են, դա էմոցիա է։ Դավիթի ձայնը չդողաց։ Իսկ մեզ փաստաթղթեր են պետք։ Գևորգի մոտ դրանք կան։ Բնակարան, պայմանագիր, տեղեկանքներ, եկամուտ, սենյակ երեխայի համար, լուսանկարներ, վկաներ։ Անուշը նայեց դեպի վաճառասեղան։ Պատանի մատուցողուհիները ծիծաղում էին նայելով միմյանց։ Բարմենը սրբում էր բաժակը։ Ոչ ոք չէր տեսնում, որ նրա մատները դողում են։ Ինչ եք ուզում, հարցրեց նա, թեև արդեն գիտեր պատասխանը, որովհետև նա դադար տվեց։ Վաղը մինչև կեսօր, հանգիստ ասաց Դավիթը, դուք պետք է ցույց տաք, որ ունեք կայուն բնակության վայր։ Եվ նա դադար տվեց։ Ընտանիքան միջավայր։ Անուշը զգաց, որ արյունը քաշվեց դեմքից։ Ինչ ընտանիքան միջավայր եւս։ Գևորգը եւս կին չունի, մի անհանգստացեք։ Նա ձևակերպում է որպես մոր մոտ կայուն կենցաղային պայմանների բացակայություն։ Բայց դուք հասկանում եք, թե ինչպես է դա ընթերցվում։ Մենակ, առանց գրանցման, օտար բնակարանում, դա ռիսկ է։ Ես հանցագործ չեմ, շշնջեց Անուշը։ Ես պարզապես ժամանակ չունեի։ Կհասցնեք։ Ձեզ մի գիշեր կա։ Դավիթը հնչում էր այնպես, կարծես նա նրան բարեհաճություն է անում։ Եթե մինչև կեսօր դուք չներկայացնեք հասցե եւ հասկանալի կայունության պատկեր, Մանեն կմնա հոր մոտ։ Սա շանտաժ է։ Սա իրականություն է։ Ձայնը դարձավ սառը։ Եվ եւս Գևորգը խնդրեց փոխանցել։ Եթե դուք դերեր եք կազմակերպելու կամ կվազեք ինստանցիաներով, նա կներկայացնի միջնորդություն անմիջապես ապրելու կարգի փոփոխության մասին։ Անուշը փակեց աչքերը։ Մի վայրկյան թված, թե հատակը թափահարվեց նավի տախտակի պես։ Ես նա կուլ տվեց։ Հասկացա։ Լավ, մինչև վաղը։ Եվ զանգն ավարտվեց։ Անուշը եւս մի քանի վայրկյան հեռախոսը պահեց ականջին, կարծես սպասում էր, որ նա կփոխի կարծիքը եւ կասի՝ սա կատակ է։ Բայց խողովակում լռություն էր։ Նա հեռախոսը դրեց վաճառասեղանին, ինչպես դնում են ինչ-որ վտանգավոր բան, եւ նայեց շուրջը։ Ամեն ինչ իր տեղում էր։ Աշխարհը շարունակում էր ապրել։ Միայն նրա ներսում կարծես լույսն էր մարել։ Անուշ, ինչ ես։ Նրան կանչեց ընկերուհին դահլիճից։ Այնտեղ երրորդ սեղանը հաշիվ է խնդրում։ Անուշը գլխով արեց, մի քայլ արեց եւ հասկացավ, որ չի կարողանում շունչ քաշել։ Օդը կրծքում, ծանրացավ։ Նա կտրուկ շրջվեց եւ առանց որևէ մեկին նայելու անցավ խոհանոցի հետևի նեղ միջանցքով։ Դուռը դեպի պահեստային սենյակը հանգիստ փակվեց։ Այնտեղ նեղ էր, անձառոցիկի տուփեր, կարտոֆիլի պարկ, հին պահարան լվացող միջոցներով։ Արաստաղի լամպը թարթում էր, կարծես ինքն էլ նյարդայնացած էր։ Անուշը ճակատը սառը մետաղական դարակին հենեց եւ վերջապես երկար դողացող արտաշնչեց։ Հետո ներշնչեց, բայց ներշնչյունը դուրս եկավ կտրատված, եւ արդյունքները, որոնք ամբողջ օրը պահվում էին ներսում ինչ-որ պողպատե ծողի վրա, հանկարծ փոկվեցին, կարծես այդ ծողը կոտրվեց։ Աստված իմ, շշնջաց նա, ոչ պատերի, ոչ երկնքի համար, այլ ուրիշ տեղ, դատարկության մեջ։ Ինձ պետք է, նա ձեռքով փակեց բերանը, բայց բառերը այնուամենայնիվ փոկվեցին, ինչպես ջուրը ճեղքից։ Ինձ պետք է ամուսին եւ նորմալ հասցե, թեկուզ թղթի վրա, հակառակ դեպքում ինձանից կխլեն Մանեին։ Նա ասաց դա բարձրաձայն եւ լսեց սեփական ձայնը, օտար, բարակ, կոտրված։ Մի վայրկյան սարսափեց այն բանից, թե որքան խենթ էր հնչում, հասուն կին, մայր, ամուսին է խնդրում, ինչպես փրկարար բաճկոն։ Դրսից հասավ ծիծաղ, հետո պատարագ զանգը ափսեի մեջ, եւ հանկարծ ծանր վստահ քայլեր։ Դրանք կանգ առան հենց դրան հետևում։ Անուշը կտրուկ դեմքը սրբեց թևով, կարծես կարելի էր ոչ միայն արդյունքները, այլև իրավիճակն ինքնին ջնջել։ Դուռը ճռռաց։ Դրա հետևում կանգնած էր տղամարդ,
աշխատանքային բաճկոնով, ուսերին թաց, կարծես նոր էր մտել փողոցից։ Ներեցեք, հանգիստ ասաց նա։ Ես չեմ փորձել լսել, պարզապես լսել եմ։ Ձեզ այստեղ չի կարելի, խրպոտ ասաց նա։ Սա ծառայողական տարածք է։ Նա բարձրացրեց ափերը, ոչ սպառնալիքի, այլ խաղաղության ժեստով։ Հասկանում եմ, ես Արան եմ։ Նա կտրեց, կարծես գուշով ընտրում էր բառերը։ Ես լսել եմ վաղվա մասին եւ երեխայի մասին։ Ես էլ դուստր ունեմ, 5 տարեկան։ Անուշը լռեց։ Սիրտը այնքան բարդր էր բաբախում, որ ջարդում էր մնացած ամեն ինչ։ Արան ներշնչեց եւ ասաց այն, ինչից Անուշի մեջքով սարը անցավ, անսպասելի անհնարինությունից։ Եթե ձեզ իսկապես պետք է հասցե եւ ընտանեկան պատկեր, ես կարող եմ օգնել։ Եվ այդ պահին Անուշը հասկացավ, կամ սա հնարավորություն է, կամ նոր դժվարություն։ Իսկ դանդաղ ընտրելու ժամանակ այլևս չկա։ Անուշը նայում էր Արային այնպես, կարծես առջևում կանգնած էր ոչ թե մարդ, այլ վատ քողարկված թակարդ։ Դուք ընդհանրապես հասկանում եք, թե ինչ եք ասում, հանգիստ հարցրեց նա։ Դուք ինձ նույնիսկ չեք ճանաչում։ Բավականաչափ գիտեմ, հանգիստ պատասխանեց նա։ Դուք վախենում եք ոչ ձեր, այլ երեխայի համար։ Դա բավական է, որպեսզի սուտ քյասենք։ Նա թեթև նյարդային ծիծաղեց առանց հումորի ստվերի։ Սովորաբար նման բառերից հետո պարզվում է, որ օգնությունն արժե չափազանց թանկ։ Արան գլուխը թափահարեց։ Ես չեմ առաջարկում սեր եւ չեմ խաղում փրկիչի դեր։ Նա խոսում էր հավասարաչափ, կարծես բացատրում էր պատվերի արժեքագիր։ Իմ մոտ մասնավոր տուն է, ոչ հիփոթեք, ոչ վարձակալություն։ Ես այնտեղ ապրում եմ դստերս հետ։ Ես այրի եմ։ Գրանցման ու փաստաթղթերով խնդիրներ չկան։ Նա դատար տվեց եւ ավելացրեց, ավելի կոշտ։ Ես առաջարկում եմ ժամանակավոր լուծում, հասցե համատեղ ապրել, ընտանիքի դեր, դատարանի եւ խնամակալության համար, ոչինչ ավելին։ Անուշը կտրուկ արտաշնչեց։ Դուք հասկանում եք, թե ինչպես է հնչում սա։ Հասկանում եմ, գլխով արեց նա, ուստի եւ ասում եմ անմիջապես, առանց գեղեցիկ բառերի։ Նա լռեց, գնահատելով ոչ թե իրավիճակը, ինչպես հաշվապահը, որին շտապ պետք է հաշվեկշիռ կազմել, իմանալով, որ թվերը այնուամենայնիվ կատարյալ չեն համընկնի։ Իսկ եթե վաղը դուք փոխեք կարծիքը, կամ 1 ժամից, կամ նա կտրեց, կամ եթե դուք աննորմալ եք, Արան անսպասելիորեն գլխողովեց, կարծես այս հարցն ամենաիմաստունն էր երեկոյան։ Ստուգեք, անձնագիր, մեքենա, տուն։ Նա դրամապանակը հանեց եւ դրեց սեղանին։ Լուսանկարեք, ուղարկեք ում ուզում եք։ Ընկերուհուն քրոջը, չեմ նեղանա։ Անուշը մի վայրկյան տատանվեց, հետո վերցրեց անձնագիրը։ Ձեռքերը դեռ դողում էին, բայց շարժումները դարձան հստակ։ Նա արագ դուրս եկավ փողոց, անձրևի տակ, լուսանկարեց մեքենայի համարը, ուղարկեց ընկերուհուն կարճ հաղորդագրությամբ։ Եթե անհետանամ, նա է։ Ես լուրջ եմ։ Վերադառնալով նա նայեց Արային արդեն այլ կերպ, առանց խուճապի, բայց նաև առանց վստահության։ Պայմանները, ասաց նա։ Առաջինը երեխաներին ոչ մի սուտ։ Ոչ մաման ամուսնացավ, ոչ հայրիկը հիմա ուրիշ է։ Մենք մեծահասակներ ենք։ Մենք ենք պայմանավորվում։ Համաձայն եմ։ Երկրորդը, եթե ես ցանկացած պահի ասեմ կանգ, ես հեռանում եմ։ Համաձայն եմ։ Երրորդը, ես ձեզ հետևից կգամ իմ մեքենայով։ Նա ժպտաց։ Ես ձեր տեղում նույնը կանեի։ Ճանապարհը տևեց 15 րոպեից պակաս, բայց Անուշին թվաց, թե նա մտնում է օտար կյանք։ Լույսերը թարթում էին ապակու հետևում, ապակու մաքրիչները ճռճռում էին, իսկ ներսում ամբողջ ժամանակ պտտվում էր միայն մեկ միտք։ Դու հիմա անում ես քո կյանքի ամենառիսկային եւ ամենաանհրաժեշտ բանը։ Տունը իսկական էր, ոչ ցուցադրական, ոչ լուսանկարների համար, այլ ապրող։ Երկհարկանի, մութ պատուհաններով եւ աստիճաններով, որոնց վրա գծված էին մանկական կոշիկներ։ Ներսում կեղտոտ չէր, պարզապես անդեսված։ Կուրտկանաթորի թիկնակին, բաժակ չորացած սուրճով, խաղալիքներ ամենուրեք, տղամարդու տուն, որը վաղուց ապրում է ավտոպիլոտով։ Զգուշացրել էի, ասաց Արան գլուխը քորելով, այստեղ հարմարավետ չէ։ Անուշը շուրջը նայեց եւ անսպասելիորեն մտածեց, բայց ազնիվ է։ Եվ հետո տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատն էր վախենում եւ միաժամանակ չէր սպասում։ Մանեն, որն ամբողջ ժամանակ բռնել էր նրա ձեռքը, դանդաղ բաց թողեց մատները եւ մոտեցավ աղջիկան, որը նայում էր բազմոցի հետևից։ Բարև, ասաց նա, ես Սոֆին եմ, իսկ քո մոտ կա տիկնիկ։ Կա, պատասխանեց Մանեն դադարից հետո։ Ուզում ես ցույց տամ։ 1 րոպե հետո նրանք արդեն նստած էին հատակին, լուրջ դեմքերով քննարկում էին ինչ-որ կարևոր բան եւ հանկարծ ծիծաղում։ Անուշը զգաց, որ ներսում ինչ-որ բան ցավագին սեղմվեց եւ անմիջապես բաց թողեց։ Արան նայեց նրանց եւ հանգիստ ասաց. Տեսնում եք, մեզ իսկապես ժամանակ չկա։ Անուշը գլխով արեց։ Ժամացույցը չափազանց բարձր էր տկտկում։ Մինչև դատարանը մնացել էր 1 գիշեր, եւ այն անցավ առանց քնի։ Անուշը շարժվում էր սենյակներով գրեթե անշշուկ, կարծես վախենում էր վախեցնել այն փխրուն գավասարակշռությունը, որն ինքն իրեն առաջացել էր։
Նա չէր անում ցուցադրական մեծ մաքրություն։ Ժամանակ չկար կատարյալ տանտիրուհի խաղալու։ Նա պարզապես մի փոքր ամեն ինչ դասավորեց իր տեղը։ Խաղալիքները գտան իրենց տուփերը, սպասքը լվացարան, կուրտկան քախիչ։ Այդ ընթացքում Արան նստած էր հատակին, մանկական սենյակում։ Մանեն ու Սոֆին պառկած էին կողք կողքի, յուրաքանչյուրը իր վերմակի տակ, բայց այնքան մոտ, կարծես վաղուց ճանաչում էին իրար։ Նա կարդում էր նրանց բարձրաձայն, դանդաղ, մի փոքր կկոցներով, նույնիսկ մի քիչ դերասանորեն։ Անուշը լսում էր նրա ձայնը միջանցքից և բռնում էր իրեն տարօրինակ մտքերի վրա։ Նա չի փորձում թվալ հայր, նա պարզապես հայր է։ Առավոտին մոտ նրանք նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, 2 բաժակ սառած թեյ, տետրի թերթ, գրիչ։ Եկեք առանց ֆանտազիաների, ասաց Արան։ Դատարանը չի սիրում գեղեցիկ պատմություններ, նա սիրում է պարզերը։ Անուշը գլխով արեց։ Որքան ժամանակ ենք միասին։ 6 ամիս։ Դա բավական է, որ չթվա կեղծ։ Որտեղ ենք ծանոթացել։ Նա բարձրացրեց հայացքը։ Քո աշխատանքի սրճարանում։ Նա ժպտաց։ Դա ճիշտ է։ Անուշը կարճ հեգնական հնչյուն արձակեց և գրեց. Ով ինչի համար է պատասխանատու։ Ես բնակարան, կոմունալ, դպրոց, թվարկում էր Արան։ Դու կենցաղ, երեխաներ, մանկապարտեզ։ Երեխաները որտեղ են քնում։ Միասին։ Մինչև առայժմ։ Նա ուսերը թափահարեց։ Դա նորմալ է։ Նրանք խոսում էին չոր, կարծես կահույք էին հավաքում հրահանգով։ Բայց այդ չորության տակ դողում էր վախը, ոչ հիստերիկ, այլ մեծահասակային, հանգիստ, այն, որ գալիս է, երբ խաղադրույքի վրա երեխա է։ Առավոտը մոխրագույն էր։ Դատարանի շենքը դիմավորեց նրանց սառը լույսով և հին թղթերի հոտով։ Անուշը բռնեց իրեն նրան, որ չափից դանդաղ է քայլում, կարծես ձգձգում է ժամանակը, թեև գիտեր ձգձգելու տեղ այլևս չկա։ Գևորգը նստած էր դահլիճում, վստահ, ոտքը ոտքի վրա գցած։ Նա թարմ տեսք ուներ, հանգիստ մարդ, ով գիտի համակարգը իր կողմն է։ Երբ Անուշը մտավ, նա հազիվ նկատելիորեն շպտաց։ Ինչ եղավ, հանգիստ ասեց նա, երբ նրանք հավասարվեցին։ Հասցե գտար, Անուշը ոչինչ չպատասխանեց։ Արան մի քայլ առաջ արեց, ոչ ցուցադրաբար, բայց այնպես, որ Անուշի ու Գևորգի միջև առաջացավ պաշտպանության ուղիղ գիծ։ Նիստը սկսվեց արագ, առանց ավելորդ խոսքերի։ Գևորգը գեղեցիկ, վստահ էր խոսում, ցույց էր տալիս տեղեկանքներ, պատճեններ, տպագրություններ։ Խոսում էր իսկերի, անկայուն վիճակի, գրանցման բացակայության մասին։ Երեխայի մայրը փաստացի ապրում է առանց օրինական հիմքերի, ասաց նա ընդգծված խաղաթավարությամբ։ Այսօր ընկերոջ մոտ, վաղը անհայտ որտեղ։ Ես կասկածի տակ չեմ դնում նրա զգացմունքները, բայց զգացմունքները չեն փոխարինում անվտանգությանը։ Անուշը նստած էր, մատներով ամուր բռնելով նստարանի եզրը։ Մի պահ թվաց, թե նա նորից սրճարանի պահեստում է, նույնքան փոքր ու անպաշտպան։ Ունեք ավելացնելու բան, հարցրեց դատավորը, նայելով փաստաթղթերին։ Արան կանգնեց։ Նա դա արեց առանց կտրուկ շարժումների, կարծես ոչ պաշտպանության, այլ աշխատանքի համար էր կանգնում։ Այո, ասաց նա, կա։ Նա անվանեց հասցեն։ Հստակ, առանց կակազելու։ Ասաց, թե որտեղ է մանկական սենյակը։ Քանի սենյակ կա տանը, ով որտեղից է ապրում։ Անուշը ապրում է ինձ հետ, պարզ ասաց նա։ Մենք վարում ենք ընդհանուր տնտեսություն։ Երեխաները ապրում են միասին։ Ես ստանձնում եմ բնակության պայմանների և անվտանգության համար պատասխանատվությունը։ Գևորգը ժպտաց։ Դուք հաստատում եք համատեղ ապրելը, հստակեցրեց դատավորը։ Հաստատում եմ։ Որքան ժամանակից։ Արան դադար տվեց, հենց այնքան, որ չթվա սովորած։ Վերջերս, բայց որոշումը գիտակցված էր։ Դահլիճում կախվեց լռություն։ Դատավորը հետ շարժվեց աթոռի թիկունքին, ուշադիր նայեց նախ Անուշին, հետո Արային, հետո նորից թղթերին։ Դատարանը վերջնական որոշումներ չի կայացնում խոստումների հիման վրա, ասաց նա վերջապես, բայց չի կարող անտեսել ներկայացված տեղեկատվությունը։ Անուշը շունչը պահեց։ Նշանակվում է ստուգողական ժամկետ 30 օր։ Տեղում փաստացի բնակության վայրում խնամակալության մարմինների մասնակցությամբ կկատարվի ստուգում։ Արդյունքների հիման վրա կկայացվի վերջնական որոշում։ Մուրճը հարվածեց հանգիստ, բայց Անուշի համար այդ ձայնը եղավ այն հարվածը, որից սիրտը այնուամենայնիվ շարունակեց բաբախել։ Գևորգը գրեթե անմիջապես բարձրացավ։ Անցնելով Արայի կողքով նա խոնարհվեց և ասաց, որպեսզի լսեին միայն իրենք։ 30 օր։ Դա ավելի քան բավական է ամեն ինչ փորել։ Նա ժպտաց և դուրս եկավ։ Անուշը նայեց Արային։ Նրա դեմքին խուճապ չկար, միայն հասկացողություն։ Խաղը նոր է սկսվել։
Առաջին օրերը անցան լարվածության մեջ։ Անուշը վեր էր կենում բոլորից շուտ, տարիներով մշակված անհանգստության սովորությունից։ Նա անշշուկ շրջում էր տանը, փորձելով հետք չթողնել։ Սրբում էր սեղանները, ուխում վերմակները, ստուգում պատուհանները փակված են։ Այս տանը նա դեռ զգում էր իրեն հյուր, ով վախենում է ավելի երկար մնալ, քան թույլատրված է։ Արան զսպված էր։ Չէր գալիս ավելորդ հարցեր, չէր անում կտրուկ շարժումներ, պարզապես ապրում էր կողքին։ Կարծես նրանց միջև կանգնած լիներ թափանցիկ միջնորդ, անտեսանելի, բայց շոշափելի պայմանագիր։ Բայց երեխաները այդ միջնորդը չէին նկատում։ Մի օր Անուշը նայեց բակ եւ տեսավ Արային, կրացած մանեի հին հեծանիվի վրա։ Շղթան վաղուց էր ընկել, ոտնակները ճռճռում էին։ Նա չէր շտապում, ցույց էր տալիս, բացատրում, տալիս էր աղջկան բանալին պահելու։ Տեսնում ես, համբերատար ասում էր նա, եթե չսեղմես, այլ զգաս, ամեն ինչ կկանգնի իր տեղը։ Մանեն նայում էր նրան այնպիսի ուշադրությամբ, ինչպիսին Անուշը վաղուց չէր տեսել նրա մոտ։ Մեկ այլ օր Անուշը նստած էր հատակին Սոֆիայի հետ հյուրասենյակում։ Մանկական այբուբենի տարերը համառորեն խառնվում էին։ Սա մն է, հանգիստ կրկնում էր Անուշը։ Միշտ ապիր, նա չի փախչի։ Սոֆյան խոժարվեց, հետո հանկարծ շպտաց. Իսկ մամա բարում ո՞նց է։ Անուշը մի վայրկյան կակազեց, հետո գլխով արեց. Այո, հենց այդպես։ Ընտրիկներն էլ էին փոխվում։ Սկզբում զգույշ, դադարներով, որտեղ լսվում էր միայն պատարագաղների ձայնը։ Հետո ավելի պարզ, առանց պատոսի, առանց ապագայի մասին խոսակցությունների։ Ապուր, մակարոն, կոմպոտ։ Սովորական բառեր, սովորական երեկոներ։ Տունը աստիճանաբար դադարեց լինել ժամանակավոր։ Խնամակալությունը եկավ չորեքշաբթի առանց զանգի։ Անուշը դուրը բացեց ստամոքսում սառը զգացումով, բայց ամեն ինչ անցավ հանգիստ։ Հարցրին, թե որտեղ են քնում երեխաները։ Նայեցին սառնարանը, տետրերը, խաղալիքները։ Սոֆյան հպարտորեն ցույց տվեց տառերը։ Մանեն հեծանիվը, որը հիմա չէր ճռճռում։ Ամեն ինչ նորմալ է, ասաց խնամակալության կինը, գրառումներ անելով։ Դեր կգանք։ Եվ միայն երբ դուռը փակվեց, Անուշը թույլ տվեց իրեն նստել։ Հարվածը եկավ երեկոյան։ Գևորգը չէր գոռում։ Նա խոսում էր հանգիստ, գրեթե հոգատար։ Թղթերը դրեց սեղանին, ինչպես խաղաքարթեր խաղասեղանի վրա։ Հին պարտքեր, ասաց նա գլխով ցույց տալով փաստաթղթերին։ Ոչ կատաստրոֆա, բայց դատարանին հետաքրքիր կլինի։ Եվ ահա նա տեղափոխեց հայացքը Անուշի վրա։ Քո աշխատանքից ազատումը, բացակայությունները, անկայունությունը։ Անուշը զգաց, որ ներսում ամեն ինչ դանդաղ իջնում է ներքև։ Դու չես հասկանում, շարունակեց Գևորգը։ Ես պատերազմ չեմ ուզում, ես առաջարկում եմ ելք։ Դու հանգիստ, առանց սկանդալի ստորագրում ես հրաժարվելը։ Ես չեմ մտնի քո կյանքը, դու տեսնում ես դստերը, երբ ուզում ես։ Նա նայում էր թղթերին եւ տեսնում էր ոչ թե տողեր, այլ Արային բակում, երեխաներին սեղանի շուրջ, տունը, որը վերջապես դադարել էր լինել դատարկ։ Ես չեմ կարող, շշնջաց նա, բայց բառերը հնչեցին անվստահ։ Հետո երբ Գևորգը գնաց, Անուշը երկար նստած մնաց խոհանոցում, առանց լույս վառելու։ Հետո բարձրացավ, գտավ Արային եւ հանգիստ ասաց, առանց արցունքների. Նա քեզ կկործանի իմ պատճառով, ես իրավունք չունեմ։ Նա խոսում էր պարտքերի, դատարանի, թղթերի մասին, այն մասին, որ ավելի հեշտ է հիմա հանձնվել, քան մեկ ուրիշ մարդուն քաշել անդունդը։ Արան լուռ լսում էր, հետո վերցրեց փաստաթղթերը, առանց նայելու, պատռեց եւ դրեց սեղանին։ Նա սխալվել է, հանգիստ ասաց նա։ Նա որոշել է, որ սա ժամանակավոր է, որ սա գործարք է։ Անուշը բարձրացրեց նրա վրա աչքերը, իսկ սա այդպես չէ։ Արան գլխով արեց, սա արդեն կյանք է, եւ ես դրանից դուրս չեմ գալիս։ Նա խոսում էր այնպես, ինչպես մարդ, ով որոշում է ընդունել եւ չի պատրաստվում քննարկել այն։ Անուշը հասկացավ, նա գնում է միջև վերջ։ Վերջնական նիստը անցավ առավոտյան։ Անուշը նստած էր ուղիղ, ձեռքերը ծնկներին դրած։ Նրա վրա նույն զգեստն էր, ինչ առաջին անգամ։ Նա այլևս չէր ուզում թաքնվել նոր բաների, նոր դերերի, նոր բացատրությունների հետևում։ Թող դատարանը տեսնի իրեն այնպիսին, ինչպիսին կա։ Արան նստած էր կողքին, լուռ։ Նրա ներկայությունը զգացվում էր ֆիզիկապես, ինչպես պատ, որին կարելի է հենվել, առանց հետ նայելու։ Գևորգը մտավ վստահ։ Թղթերը նախապես դրված էին, կոկիկ, ինչպես մարդու մոտ, ով սովոր է հաղթել։ Հարգելի դատարան, սկսեց նա կանգնելով։ Անցած ամսվա ընթացքում մեզ հաջողվեց հաստատել այն, ինչի մասին ես խոսել եմ սկզբից։ Ֆինանսական դժվարություններ, անկայուն եկամուտ, պարտքեր, ինչպես նաև Անուշի աշխատանքից ազատման փաստը։ Նա խոսում էր հանգիստ, գրեթե կարեկցանքով։ Այդպես են խոսում, երբ վստահ են, որ ճշմարտությունը իրենց կողմն է։
Երեխան չպետք է լինի փորձի մաս, ավարտեց նա։ Սերը հրաշալի է, բայց դատարանը պարտավոր է մտածել անվտանգության մասին։ Դատավորը հայացքը տեղափոխեց Արայի վրա։ Ինչ կարող եք ասել դուք։ Արան ոչ անմիջապես կանգնեց, կարծես հավաքում էր մտքերը, բայց իրականում շունչը։ Հետո կանգնեց։ Ես բիզնեսմեն չեմ, ասաց նա։ Ես շինարար եմ, ես ձեռքերով եմ աշխատում, ոչ թե գեղեցիկ հաշվետվություններով։ Նա ցույց տվեց ափերը։ Շփոթված, քերծվածքներով, հին կտրվածքների հետքերով։ Այո, ես պարտքեր ունեի։ Երբ մնացի մենակ երեխայի հետ, պայմանագրերը խզվեցին։ Ես ընտրում էի ոչ մեքենայի ու արձակուրդի միջև, այլ մատակարարին վճարման ու դստեր գլխավերևում տանիքի միջև։ Նա սեղանին դրեց մի քանի փաստաթուղթ։ Ահա վճարումները, բոլորը փակված են։ Գևորգը ժպտաց։ Իսկ Անուշի աշխատանքից ազատումը, ընդհատեց նա, բացակայություններ, կարգապահության բացակայություն։ Արան շրջվեց դեպի նա։ Նա հեռանում էր ոչ թե ծուլությունից, նա հեռանում էր, երբ երեխան հիվանդ էր, երբ պետք էր կողքին լինել։ Նա նայեց դատավորին։ Սա թղթի վրա անկայունություն է, բայց կյանքում պատասխանատվություն։ Դահլիճում կախվեց դատար, եւ ապա Արան արեց այնինչ Գևորգը չէր սպասում։ Քանի որ խոսում ենք ծնողության մասին, հանգիստ ասաց նա, կարելի է մի քանի պարզ հարց տալ։ Դատավորը գլխով արեց։ Արան շրջվեց դեպի Գևորգը։ Ինչպես է կոչվում Մանեի սիրելի խաղալիքը, որի հետ նա քնում է։ Գևորգը թարթեց աչքերը։ Ինչ գույն է ընտրում նա, երբ նկարում է երկինքը, լռություն, եւ դաստիարակի անունը, որի մոտ նա վազում է առավոտյան։ Գևորգը իջեցրեց հայացքը թղթերի վրա, կարծես այնտեղ կարող էր լինել պատասխանը, բայց այնտեղ չկային մանկական սովորությունները։ Ես գիտեմ դա, հանգիստ ասաց Արան, քանի որ ապրում եմ նրա հետ, քանի որ ընտրում եմ նրա հետ, քանի որ նա քնում է անկողնում եւ ոչ թե իմ հաշվետվություններում։ Դատավորը երկար նայեց երկուսին, հետո հայացքը տեղափոխեց Անուշի վրա։ Դատարանը որոշում է կայացնում, ասաց նա վերջապես։ Երեխան մնում է մոր հետ։ Տեղափոխության կարգը փոխելու հիմքեր չկան։ Անուշը անմիջապես չլացեց։ Արդյունքները եկան հետո, երբ հասկացա, որ կարող է այլևս չպահել իրեն։ Գևորգը արագ դուրս եկավ, առանց հետ նայելու։ Նրա հաղթանակները մնացին թղթի վրա։ Երեկոյան տունը լցված էր աղմուկով, աղջիկները վազում էին բակում, վիճում, ծիծաղում, ընկնում խոտի վրա։ Արան ավարտում էր ճոճանակները, որոնք ամեն անգամ հետաձգում էր։ Անուշը կանգնած էր աստիճաններին, թեյի բաժակով եւ նայում էր, թե ինչպես կյանքը վերջապես դատարեց լինել ժամանակավոր։ Արան մոտեցավ, կանգնեց կողքին։ Դու մի ժամանակ պարզապես հասցեիր խնդրել, հանգիստ ասաց նա։ Անուշը գլխով արեց, իսկ պարզվեց, ավելացրեց նա, որ դա բավարար չէ։ Նա ժպտաց. երբեմն ընտանիքը սկսվում է ոչ թե սիրուց, այլ պատասխանատվությունից, իսկ սերը գալիս է հետո։